Մարդկա օրինական ասում են խփեմա չի կարելի ընդհանրապես անասուն իրա հետ մարդկային լիզվով խոսիլ տես իրա հետ շփվիլ տես միամիտ իրա վրա չտես հարցակվի Սրան դասիրակություն արի տես ոնց եմ խելոք մանան անասուն կամ մարդուց խելաց Խելքի բան ամեն բան այսինքն դու քու տնտեսությունը հնստես վարի որ դու գումարը քու զապազ միշտ քու տանն ունենաս որովհետև այնքան բաներա պատահ մարդ ես էլի կարող է առողջական խնդիր ալնեմ քեզ գումարա պետք մեր տանը միշտ այդ 2 միլիոն դրամը մենք այդ մեր եկամուտը մեր զապասը միշտ պահում ենք էլ Բայց մի քիչ զբաղվեք նաև պետությունը հիմա դուք ծրագրեր անում Ես մի հատ Բարդ բան է, բայց ամեն դեպքում սեր կա այդ բանի նկատմամբ, այսինքն որ մենք այս գյուղում ծնվել ենք, մեր հոգին, մեր սերը կպել է։ Մենք ոչ մի տեղ մեզ չենք պատկերացնեմ, որ գնանք արտերկիր, ինչ որտեղ միջոցները ստեղծենք, հարստանանք։ Մենք մեր հայրենիքը, մեր հողով էլի հարստանում ենք, էլի պարտադիր չի որ գնաց օտար տեղ, օտար եսիմ երկրներ, բացի այն, որ մենք եկամուտ ունենք, մենք մեր առողջության մասին էլ ենք մտածում։ Այս գործը ֆիզիկական աշխատանք է, չէ՞, դու աշխատում ես ֆիզիկապես, այսինքն դու կոփվում ես։ Մենք մաքուր մթերք ենք ուտեմ, մենք չենք գնում այդ հոտած հավի բուդ ուտեմ, մեր տանից խոզի միսը կա, տավարի միսը կա, մենք տարեկան մեր յուղը ունենք, ամեն ինչը մեր տնամերձեմ ցանում ենք, ուրիշները, որ ես իմ քանի տեսակ պարարտանու տված վարունգ են ուտեմ, մենք գոմախ ենք տալի մեր հողին, այսինքն բնական պարարտանութ ենք տալի, մաքուր մթերք ունենք, ուտը մենք առողջել մնում ենք։ Էդ էլի տես էլի պատկերացում տես ունենա, էլի տրամաբանել տես, եթե 160 դրամով այդ անասունը, եթե նորմալ կերակրվեմ չի, տարեկան խոսքի քեզ մի տոն կաթ է տալի, այդ մի տոն կաթի արժեքը գալիս է 160,000 դրամ, դու դրա համար խոտ տես առնի, մի 120,000-ը խոտի տես տա, մի 10,000-ը աղի տես տա, մի եսիմ 50-60,000 խտացրած կեր տես առնի, էլ որ ինչ տես պահի այդ անասունը։ Ես պանիր եմ անում, այդ պանրով իմ ամեն լիտրը կաթի 300 դրամ է դառնում, տարեկան 10 տոն պանիր ենք իրացնում։ Այդ 10 տոնի պանրի արժեքն էլ պատկերացրու մենակ պանիրը մենք պանրով 18 միլիոն դրամ ենք աշխատում։ Այդ մեր առօրյա ծախսերն է, այդ փողը ծախսվում է։ Իսկ տարվա վերջին մի 10 հատ 15 հատ անասուն ենք ծախում, այդ էլ խոսքի մի 10 միլիոնի մի բան տարեկան գոյացնում ենք, կամ մի հատ տրակտոր ենք առնում, կամ մի հատ տուն ենք առնում, կամ մի հատ մեքենա ենք առնում։ Ես տարեկան 10-12 հեկտար ուրիշների հողը վարձակալել եմ, ամեն հեկտարի հիմա 50,000 դրամ փող եմ տալի, որ առաջ խոսքի 20,000 ենք տվել, այսինքն ես անասունի գոյության հիմա դու եթե հող չունենաս, հողն ու անասունը մեկը մեկի հետ ոնց որ շահ կապված բան է, եթե դու հող չունենաս, ամեն ինչ առնես փողով, սա դժվար ծանր գործ է, էլի, չես կարող օգուտ չես ունենա։ Գնացել ենք ցիստերարը Երևանից, տրակտորն ունենք մենք,
գնում ենք եթե ջրի խնդիր ալնեմ, մեկ գալիս անեն, չի որ ընդհանրապես ջուր չկա էլի, բայց եթե ջրի խնդիր ալնեմ, կողքի գյուղից գնում եմ վահ հեսա լցնեմ բերեմ այդ ցիստերը, անասունների այդ ծնելու այդ շրջանը, որ մեզ ջուրա պետք է լնեմ, դա շատ կարևոր բան է, ջուրը մարդու կյանքը ոնց որ ջրի հետ կապված բան է։ Այսինքն եթե դու տնտեսություն ունես, հնստեսան այդ ջուրն էլ ունեն։ Մի քանի գիտականներ ասում են, բայց որևէ մեկը հիմք չի դերում, թե ինչի իման վրա են իրանք։ Ընդհանրապես այդ Շահվերդի անունից, բայց մինչև նայել մենք համ ցույցեր ու պատմություններ հայեր կան, որոնց դերներ եթե պատմություններ խոսքը ասենք այդ անասունը, եթե այդ խոզը դու 6 ամիս պահում ես, ինչ ես կերակրեմ, այդ կերը որտեղ անես, ինչ գնով ես առնեմ, այդ ծախսդ գալիս է լրացնեմ, գոյնա քեզ մի 10,000 դրամ այդ 6 ամսը, այդ խոզից մնա, այսինքն երրորդ ինչ որ մի հատ երրորդ միջնորդ, հա, գալիս է քուվրից այդ ապրանքը տանեմ, դու ոչ մի օգուտ, ոչ մի եկամուտ այդ անասունից չունես։ Թող պետական գինը լինի, արժեք լինի, ես իմանամ, որ հաշվել են, ես այդ խոզից պահել եմ, գոյնա այն մինիմում մի 20-30,000 դրամ ամեն անասունից ես օգուտ ունեմ, աշխատանք եմ անում, չէ 7 ամիս ես նրան կերակրեմ եմ, ես դրա տակը մաքրեմ եմ, պետական աջակցությունը լուրջ պետք է գյուղատնտեսությանը, որ ջահելներն է թամահանենաս, հենց հիմնականում դա էլ է պատճառ, չէ մարդ կա, գնում է վարկավեր ունեմ, մի 5 հատ 10 հատ կով առնեմ, չի կարում այդ անասունի կերը հայտի, այսինքն եկա խնդիր անեմ, ստիպված վերա ունեմ նորից էժան մեժան ծախսեմ, ընկնեմ այդ վարկերի տակ, այդ տոկոսների տակը։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը, 1000 էջ և 1600 եզակի լուսանկար, Ալավերդու տարածքը և նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, Քարայր գրատների, լոռվաքաջերի և լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների Չեզոք գոտու Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման և նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու և տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի և Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջյան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։